Ձեզ հարց է տալիս։ Ինչպես եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի Իսկ վերադարձի իրավունքից օգտված ժողովուրդների արձանագրենք, ոնց որ իրանք էլ են ընդունում, որ դա իրանք։ Իսկ դե գիտեք, հիմա ճիշտ ասած տես չեմ նայել, հիմա հնդածս փորձում եմ հարցը տվեցիք, հիշեմ պատմության լայն ժամանակագրությամբ եւ աշխատանքությամբ, այս պահին մտքից չի բան գալիս, բայց չեմ բացառում որ եղած լինի։ Եվ դա կարևոր էլ չի, կարող է պարզվի ընդհանրապես չի եղել, կարող է պարզվի 3 դեպք եղել է, հասկանում եք, բայց ես ասում եմ այսօր այդ հարցը որ մարդիկ ձեզ բարբոր բարձրացնում են, այդ մարդիկ, որ 30 տարի մի ամբողջ ժողովրդի Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում մի ամբողջ ժողովրդի քթից բռնած տարել են, արունակամ են, արունակ հստակ իմանալով որ իրանց ուզած լուծումը իրատեսական չի, մարդիկ են մոլորության մեջ են եղել, այդ թվում ես նորից չեմ ուզում, ամեն անգամ ուզում եմ իմ մեղքը շեշտեմ, որ հանգած չմտածեք, ես դիստանցավորում եմ դրանից։ Խաբել են, հիմա էլ են ուզում այդ նույն նարատիվներով խաբել մարդկանց։ Այս համատեքստում եւս մի հարց պարոն նախարար ձեր թույլտվությամբ։ Հիմա եկեք, շատ լավ։ Հարցը լեգիտիմ է, առաջարկում եմ եկեք հստակեցնենք։ Ինձ եւ մեզ ուղված մեղադրանքը ինչու՞մն է, որ ժամանակին չենք գնացել շատ ցավոտ կորուստների, սա մի իրավիճակա մի պատասխան է ընդհանուր, թե չենք կռվել, թե կռվել ենք, զոհերը տվել ենք, թե պետք է չտայինք հանձնելով, թե որտեվ այս մեղադրանքների մեջ իրար մեջ մեծ հակասություն կա։ Եթե երկու տարբեր մարդ ամեն մեկը իմ այդ մեղադրանքներից մեկը ուղի, մեկը ասի դուք հիմար էիք եւ չգնացիք լուծումների, ջանդամ թե ժողովուրդը դա չէր պաշտպանում, չտվեցիք հողերը, սա մի մարդ ասի, եւ այն մյուս մարդը ասի, որ դուք պետքա կռվեիք մինչև վերջ, շատ եւ հիմա էլ կռվեիք եւ չգիտեմ, կապ չունի, տարբերություն չկա, Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղ անջատ չկա եւ այլն, այսպես բաներ ասեն։ Այս հլելի հնարավոր է համակերպվել այս իրականության հետ, առանձին մեղադրանքները փորձել հասցեագրել, բայց երբ որ դրանք նույն մարդիկ են ասում, հիմա ինձ հետաքրիր է էլի, ես ինչու եմ մեղավոր, որ հողերը տվել եմ, թե չեմ տվել, որ զոհեր եղել են, թե չեն եղել, այս որ իրանք բան անեն, գան եզրակացության տարբեր է, մենք քանի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ մենք բավարար իմաստություն չենք ունեցել հասկանալու, որ պետքա գնալ շատ շտապ եւ շատ մեծ զիջումների, որպեսզի կանխենք այս արյունահեղությունը։ Բայց դա էլ հարց է, եթե մենք ունենայինք բավարար այդ իմաստությունը եւ համարձակությունը, դա ինչքանով ընդունելի կլիներ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, ես էլ առանձին ուսումնասիրության նույնիսկ։ Պարոն Միրզոյան, վարչապետը տևական